Անժի, դու քաղցրավենիք սիրում ես։ Ինչքան էլ շատ։ Ես էլ եմ սիրում, բայց փորձում եմ չափի մեջ ուտել, քանի որ վնասակար է։ Իսկ հիմա արի հեռուստադիտողներին պատմենք, թե ինչ կարելի է անել մեր ժպիտը ավելի գեղեցիկ դարձնելու համար։ Այդ հարցերին կպատասխանի մեր ատամնաբույժ Մեսրոպ Անդամյանը։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Իրոք քաղցր ուտել չի կարելի։ Իրականում այդպես չի, քաղցրավենիք եւ մնացած բոլոր սննդամթերքները եւ քաղցրավենիքները կարելի է օգտագործել ուղղակի չափավոր։ Ցանկալի է քաղցրավենիք օգտագործելուց հետո անպայման օգտագործել ջուր կամ եթե գիշերային ժամերին քաղցրավենիքի կարիք եք զգում, գոնե դրանից հետո պարտադիր լվանալ ատամները։ Իսկ ատամները պարտադիր է երկու անգամ լվալ, թե մեկն էլ է հերիք։ Չէ, երկու անգամ պարտադիր է լվանալը, սակայն ավելի կարևորություն տրվում է գիշերային ժամերին ատամները լվանալուն, քանի որ ցերեկային ժամերին անընդհատ խոսելիս կամ սնվելիս այդ մնացորդները, որոնք պահպանվել էին ատամների վրա, նորացվում են, ցանկալի է երկու անգամն էլ ատամները լվանալ, բայց գիշերային ժամերին, երբ որ դուք բացառում եք ատամները լվանալը, բերանի խոռոչու միջավայրը փոխվում է եւ լավ միջավայր է ստեղծվում միկրոբների համար, որպեսզի բազմանան եւ առաջանա մեզ բոլորիս հայտնի կայրեսը։ Իսկ որ խոզանակով է ավելի ճիշտ լվանալ, սովորական թե էլեկտրական։ Դա կախված է ձեր տրամադրվածությունից, թե ինչպես եք պատկերացնում խոզանակով լվանալը, եթե դուք ժամանակը, որը որոշակի մինիմում հասնում է 5 րոպեի հատկացնում եք ատամները լվանալիս եւ բոլոր մակերեսների վրայով անցնում եք խոզանակելիս, պարտադիր չի էլեկտրական խոզանակի ներկայությունը, սակայն եթե ձեր մոտ հակում կա այսպես ասած լավ չլվանալու, ավելի լավ է էլեկտրական ատամնախոզանակ, որը օգնում է այդ ռիսկերը իջեցնել։ Իսկ ինչպես ընտրել մեր մածուկը ատամների։ Մածուկի ընտրությունը մի քանի հանգամանքից է կախված, կա տարիքային հանգամանք եւ կա նախասիրության հանգամանք։ Բոլորս էլ ունենք որոշակի համեր, որոնց հանդեպ մենք սեր ունենք եւ որոշների հանդեպ չունենք, այդ մեկ։ Այսինքն մածուկը կարող է փոփոխվել ըստ համի, տարիքային ֆակտորը դնում է մի կողմի, եւ մյուսը դա ֆտորի քանակությունն է, որը որոշակի տարիքում երեխաներին ատամների ամրության համար կարևոր է, որպես ատամի մածուկով հավելյալ քանակոր օրգանիզմ մտնի, դրանից հետո արդեն մենք անցնում ենք սովորական ատամնամածուկների, որոնք եւ կարող են, այսպես ասած, դեռահաս տարիքում օգտագործվել եւ մեծահասակների մոտ։ Այսինքն հիմնական այդ ուղղությունը, որ որոշակի նրբություններ ունի ատամի մածուկների, այդ ավելի վաղ հասակին է վերաբերվում։ Ճիշտ է, որ ծամելով ատամները մաքրվում են։ Մաստակը պետք է օգտագործել սնվելուց հետո 5 րոպե, որպեսզի նա ակտիվացնի ստամոքսայութի արտադրությունը, այսինքն նրա հիմնական դերը ստամոքսի գործունեությունը ակտիվացնելն է եւ ինչպես նաեւ մնացորդները, որոնք բերանի խոռոչում են մնացել, դրանց մաքրելը, այսինքն 5 րոպեից ավել խորհուրդ չի տրվում օգտագործել, այսպես ասենք։ Իսկ ինչ պետք է անենք առողջ ատամներ ունենալու համար։ Առողջ ատամներ ունենալու համար պետք է նախ ի սկզբանե, երբ որ առաջին ատամը ծկտում է երեխայի մոտ, խնամ սկսվի հենց այդ վայրկյանից, այսինքն հաշվի չենք առնում, որ երեխան փոքր է, կան հատուկ մատնոցներ, ռեզիներ, որոնց շնորհիվ ատամները մաքրվում են հենց այդ տարիքից, այսինքն պետք է պարտադիր հետևել նաև այդ ժամանակահատվածում։ Դրանից հետո արդեն ասում ենք խոզանակին, երբ որ ատամների քանակությունը շատանում է, մի փոքր հասունանալուց հետո, երբ որ երեխան արդեն 3-4 տարեկանում է, կարելի է արդեն նշանակել այցել ստամատոլոգի մոտ 6 ամիսը 1 կտրվածքով, որը նաև 2 դեր է կատարում եւ ատամների խնամքը եւ ադապտացիոն շրջանը, որը ցանկալի է, քանի որ երեխաների վախերը այդ ժամանակաշրջանում սկսում են ավելի ակտիվանալ եւ ինչքան այդ պատնեշ, այսպես ասած, բժիշկ եւ պացիենտ վերանում է, այնքան հետագայում այդ դենտոֆոբիաների ռիսկը իջնում է, այսինքն մենք չենք ունենում մեծահասակներ, ովքեր այդ տարիքում նաեւ ունեն վախեր, որովհետեւ շատ են հանդիպում նաեւ մեծահասակ պացիենտներ, որոնք վախում են եւ որ խորանում ես նրանց հետ, թե որտեղից է գալիս վախերը, բարձում է մանկական տարիքից։ Ինչով է տարբերվում մանկական ատամնաբույժը մեծերի ատամնաբույժից։ Մանկական
ատամնաբույժը աշխատում է եւ ծնողների եւ երեխաների հետ, քանի որ երբեմն դժվար է նաև ծնողների այդ աշխատանքը, որովհետև մենք փորձում ենք այդ ժամանակ ստեղծել կոնտակտ մեր եւ երեխայի միջև, սակայն բոլորս էլ գիտենք, երբ որ երեխան լույսաշխար է գալիս, իր ամենամեծ ընկերը կյանքի ծնողն է, որը հետագայում քիչ-քիչ փուլերով փոփոխվում է եւ երեխան սոցիումի մեջ է, այսպես ասած, ամրանում։ Այդ ժամանակահատվածում մեր համար բարդ է, այսինքն հոգեբանորեն այդ ամբողջը հաղթահարելը իրականում մեծ դժվարություն է պահանջում, սակայն ես իմ փորձից կարող եմ ասեմ, որ ծնողները մեծ դեր են ունենում, որպեսզի բժիշկ եւ պացիենտ այդ փոխհարաբերակցությունը ճիշտ կայանա։ Ծնողը կարող է մեզ օգնել, կարող է վնասել, կարող է այդ ամբողջ process-ում ընդհանրապես իր դերը չունենալ, այսինքն երեխան նաև ես տեսել եմ երեխաներ, որոնք 4 տարեկան հասակում արդեն մեծ ասակի պես իրենց դրսևորել են, այսինքն ընդհանրապես վախ չի եղել։ Տեսել եմ երեխաներ, որոնք շատ մեծ հասակում դեռ վախեր են ունեցել։ Պետք է փորձել ուսումնասիրել այդ վախերի պատճառաբանությունը եւ դրանից հետո լուծում գտնել։ Անժի, շատ հետաքրքրված ես։ Կարող միտքդ փոխեցիր եւ ուզում ես դառնալ ատամնաբույժ։ Դեռ կմտածեմ։ Իսկ սա ինչ է։ Դա նախատեսված է ատամների խոզանակումը ցուցադրելու համար։ Իսկ դու գիտես ինչպես խոզանակել։ Այո, խոզանը։ Ցուցադրել։ Սկզբից էսպես։ Հետո էսպես։ Հետո Էլ էս մասերով ու հակառակը էս կողմերի։ Ուզես ես քեզ ցույց տամ ճիշտ խոզանակման ձևը։ Առաջին հերթին խոզանակելուց երբեք ցանկալի չի այս շարժումները կատարել։ Դրանք վնասում են էմալը։ Նամանավանդ երեխայի մոտ, քանի որ կատնատամը իրակարծությամբ մշտականին զիջում է։ Պետք է շարժումները լինի շրջանաձև։ Այս մակերեսով։ Լավ։ Նույն ձև այս կողմը։ Երկրորդ շարժումը այս շարժումն է լնդից դեպի վերին եզր եւ վերևից էլի լնդից դեպի ստորին եզր, որպեսզի սննդի մնացորդները վզիկային հատվածից մաքրվեն։ Միակ շարժումը, որ ուղղակի այդպես կարաս անես, օկլյուզիոն մակերեսը մաքրելն է։ Այս դեպքում քո ցանկությամբ կարող ես անել։ Ցույց կտաս։ Ընտիր։ Եվ կարաս խոզանակի միջոցով լվանալուց հետո այսպես լեզվի վրայի փառը մաքրել։ Չնայած կան հատուկ խոզանակներ, որոնց վրա նախատեսված է այդ մակերեսը։ Սենց մաքրելով դու նաև իջեցնում ես էլի ռիսկը, որպեսզի բերանի խոռոչում միկրոբները շատանան, լավ։ Ապրես։ Բասա ինչ է։ Մեծ հայլի բերանի խոռոչի զննության համար այս հայլին դու կհանդիպես միայն ստամատոլոգների մոտ, որպեսզի բոլոր մակերեսներից կարողանաս դիտես ատամի վրա խնդիրները։ Երևում է, չէ՞։ Այո։ Դա բժշկի համար է նախատեսված։ Սակայն մենք նաև օգտագործում ենք երեխաների հետ կոնտակտ ստեղծելու համար։ Մի հայլի տրամադրում ենք երեխային, այս մեծը, եւ փոքրը մեզ համար, որպեսզի երկուսով նայենք խնդիրները։ Շնորհակալություն։ Խնդրեմ, Անրի ջան։ Իսկ որ խոզանակով է երեխաներին ավելի հեշտ ատամները մաքրել։ Խոզանակի ընտրությունը կախված է տարիքից, ըստ փափկության են ընտրում, վաղ հասակում ավելի փափուկ խոզանակներ է ցանկալի օգտագործել, դրանից ավելի ուշ տարիքում փորձում ենք արդեն միջին կոշտության խոզանակներ նախընտրել, որովհետև ատամնափառը կարող է պահպանվել, երբ որ դու օգտագործես ավելի փափուկ խոզանակ, այսինքն ատամնափառը որոշակի տարիքից սկսած ավելի ակտիվ է, այսպես ասած, դրսևորում բերանի խոռոչում եւ երբ որ սկսվում են ատամների փոխարինումը, այսինքն կատնատամներից մշտական ատամների փոխարինման process-ում, եւ այդ process-ում ավելի ցանկալի է միջին կոշտության խոզանակներ օգտագործել, որպեսզի իջեցնենք այդ ռիսկը։ Այսինքն տարիքային փոփոխվում է մեր խոզանակների ընտրությունը, ինչպես նաեւ
մեծ ասակների մոտ լինում են պաթոլոգիաներ, որոնց դեպքում հատուկ խոզանակներ են նշանակվում, բայց արդեն բժշկի ցուցումով։ Այսինքն ցանկացած անձ նման իրավիճակում առաջնորդվում է արդեն բժշկի խորհրդատվությամբ եւ ցանկալի է ընդհանրապես ատամի խոզանակ ընտրելուց, երբ որ առաջին անգամ թեկուս այցելենում ստոմատոլոգին, խոզանակի տեսակը նշանակի բժիշկը։ Իսկականից է ատամները, որ ոսկոր են։ Այո, իրանք ոսկոր չեն, իրանք կարծր հյուսվածքներ, օրգանիզմի ամենակարծր հյուսվածքն է համարվում ատամը, եւ իրականում ատամը որպես այդպեսին իրենից շատ հզոր ատամնածնոտային համակարգը շատ հզոր համակարգ է ներկայացնում։ Երևի թե այդքան է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն հյուրընկալելու համար։